Ժողովուրդ բարը բոլորին դուք գտնվում եք Monte TV ալիքում, այսօր ես խաղալու եմ FK Mobile ու ժողովուրդ ուզում եմ ասել ճիշտ է ֆուտբոլի ցետերը չունենք, բայց չգիտեմ ոնց ես մտել կարեցել եմ խաղամ, հիմա ուզում եմ ստեղ սեղմեմ, այստեղ եմ ոնց որ սեղմել եղել է, բայց ինչ ընգոր Երևի պետք է ստիպված բոտի դեմ խանք կամ չժորդ Հեսա ես մի հատ կմտածեմ հենց որ մի հատ կմիանամ հեսա Ժողովուրդ ես հասկացա որ մենք պետք է ստիպված այսպես խաղանք ժողովուրդ ջան մի քանի օրից կարող է ուզեք կոմերի կարիերա սկսենք ժողովուրդ Կոմերի sense կարիերա կսկսենք, որ օրինակ Գուլիտո Վանդեր Սարը բանը կլինի մեր վրատարը կլինի Վանդեր Սարը, այտենց բան կարիերա կսկսենք, եթե 11-րդ լեվելից կթողի, ինձև կանեմ որ լինի, եթե չգիտեմ կարող է լինի ժորդ Հեսա այդանք մեր խաղը խաղալու Այստեղ ուրիշ գնդակը չգիտես ոնց Հիմա over 106 over է, իսկ Իրանը 91 ընդհանուր ու ուժեղացրել է Տարպասապային ու Կրիստիանո Ռոնալդոն Դե մեզ բարի խաղ, ձեզ է բարի դիտում Գնտանցենք փոխանցում Սիմեոն, փոխանցում Մեսսի, Մեսսին փոխանցում է Ալվարեզ, հարված չենք տեսնում այստեղ, բայց լավ ենք խլում այստեղ, Ալվարեզ, հարված է միանգամից, գնդակը կարող էր հայտնվել հարվածում, բայց ոչ, հարվածներով 1-0 է արդեն, Սիմեոն, հարված և արդեն առաջին սևն է կատան Տարպասապահ, իսկ մեր Տարպասապահը 0-2 հարված ունենք մի հատ էլ Մեսսի, ինչ եմ անում ստեղ Կոստա Դիեգո Բալերդի, Մակալիստեր, Ֆիդալգո հարված և նորից է փրկում Դիեգո Կոստան արդեն 3 հարված արենք որդ Ուզում եմ ասել, որ բանը էլի չանեք, չհաշվեք, կարող է հաշված լնեք էլի Լոսելսո, հարված և նորից է փրկում ու ժողովուրդ անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին ու լայքել վիդեոները 10 լայք ասեք Սիմեոն, նորից է փրկում Կոստան ժողովուրդ Հələ որ 0-0 է Ալվարեզ ում է փոխանցում ու ազատ հարված է ստանում Պորտուգալիան Դիեգո Կոստան Բալերդին երկրորդ հարկում հաղթում է Սիմեոն Ալվարեզ Խուլիան Ալվարեզ և 1-0 ինչ գեղեցիկ գոլ է այստեղ խփում 45-րդ րոպեին Ժողովուրդ ջան տեսեք ինչ գեղեցիկ գոլ էր հələ տեսեք բան Տարպասապահը ցողին դիպչավ բայց մտավ գոլ Վիտինյայի մոտ է գնդակ ու այստեղ ինչ լավ է աշխատում Ֆիդալգոն Ալվարեզ փոխանցում Մեսսի պետք է փոխանցե Ֆիդալգոն է հարվածում և 2-0 մեքսիկացին Մեսսին լավ փոխանցում կատարեց ու 2-0 հաղթում ենք ու ժողովուրդ ջան Բրունո Ֆերնանդեշը Մեսսին այստեղ շատ լավ է խլում գնդակը Մեսսի
Հերվից հարված ու այստեղ շեղ է ընթանում գնդակը։ Դիեգո Կոստա, Նունու Մենդեշ, Վիտինյա, Ալվարեզն է խլում էր հարձակվող, Մեսին է նետում ձախ հարձակվողը, Լոսելսոն լավ փոխանցում է ձախ, Մեսի 3-0 է արդեն դարձնում։ Արդեն ջախջախում ենք։ Պետրոն հետո Բրունո, Լոսելսո ում է փոխանցում Ֆիդալգո, Վիտինյայից պետք է խլեխը գնդակը Ֆիդալգոն այդպեսի անում են, փոխանցում է Մեսին, Մեսի պետք է գնալ 4-րդ գոլի ետևից ու այդպես է ստացվում է 4-0 է անում, բայց Լիոնել Մեսին դուբլ։ Հա ժողովուրդ ջան, իմանցան եմ, որ 2030 թվականին կլինի աշխարհի առաջնությունը։ Ոնց է, հիմա կզարմանաք, 2022 թիվն է եղել, բայց հիմա 2026-ն է ժողովուրդ։ Կարող է բան լինել, հիմա 4 տարի անցել է, բայց մյուս 2030 թվականին լինելու արդեն։ Բայց այդ ժամանակ Մեսին ու Ռոնալդոն չեն խաղա։ Ֆիդալգո, Լոսելսո փոխանցում Սիմեոն հարված եւ 6-0։ Մեսին 4 ժորդ։ Մեր մրցակցի Պորտուգալի։ Ֆիդալգո, Ալվարեզ։ Ու գնում է առաջ Ալվարեզը լավ փոխանցում է կատարում այստեղ ու Սիմեոնը դուբլ է ձևակերպում։ Ռաֆայելիա Բերնարդո Սիլվա, Լոսելսոյի մոտ է գնդակը փոխանցում Սիմեոն, հերվից հարված եւ այստեղ ինչ գեղեցիկ գոլ է խփում արգենտինացին։ 8-0 ջախջախում ենք։ Այստեղ ինչ գեղեցիկ գոլ խփեց։ Կոստան այստեղ չէր կարող փրկել Ռաֆայելիա Բրունո Ֆերնանդեշ, Բալերդի, հալի։ Ու այստեղ ֆոտո փոխանցում է Սիմեոնն է գնում նորից հակագրոհի հարված էլ է պետք եւ 4-9-0 պոկեր է անում։ 4 գոլ արդեն Սիմեոնը խփել է։ Եվ այսպիսով մեր խաղը ավարտվեց ջախջախիչ հաղթանակով։ Ու ժողովուրդ ջան, այսօր այսքանն էր, հեսակային եմ ժողովուրդ։ Այսպես բաներ էլ անում էլի։ Մեսին փաստորեն 3 գոլ է խփել, ոչ թե 2։ Ու ժողովուրդ ջան, այսօր այսքանն էր մեր վիդեոն, կհանդիպենք վատսատեսություն։